հանրային տրանսպորտը գոնե օրինակ մի բերեք, ասենք կոպեկ գողանալուց մենք հասել ենք ամբողջապես թվային լուծումների եւ անհպում բաների, չգիտեմ, ասենք վճարումների ամբողջական տրանսպորտում, իր բոլոր դժվարություններով եւ այն կներեք հիմար նարատիվներով, որ մենք տենց սնուցել ենք ժողովրդին, որ եկեք էս անենք, հիմա ամեն մի թափ-թփուկ կներեք արտահայտությանս համար խուլիգան, ասենք խուլիգան, բառից բուն իմաստով խուլիգան, ասենք կարա բռնության ենթարկի վարորդին ու դե ասի ես բոյկոտ էի անում, այ քեզ բան։ Շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, ես էլ եմ դատապարտում չի կարելի բռնություն, մեր վարորդների նկատմամբ, մեր քաղաքացիների ընդհանուր եմ ասում, մեր քաղաքացիներին էլ եմ կոչանում հանդուրժող եղեք բոլորդ, սիրելի վարորդներ, դուք էլ փորձեք ձեր աշխատանքը կատարել, այդ լարումները, որ քաղաքացիական պայմանագիրը ձեր ուսերին է դերը, դա սխալ է, այն որ եվրոպական քաղաքներից էր Տիգրան Ավինյանը խոսում, այդ որ եվրոպական քաղաքում է չվճարման համար ավտոբուսը կանգնում ու կռիվ դարձնում քաղաքացիների միջև, այդ քաղաքացիներին ինչի է կռվածնում միմյանց հետ։ Վարորդը որևէ մեղք չունի, վարորդը տեղից ժողովուրդ կատարում է շատ ծանր գործ, կատարում է եռակի ծանր գործ հաշվի առնելով խցանումները, փոսերը, հիմա էլ ավելի ավելացրեցին ինչ-որ աշխատանք, որը որ նա չպիտի կատարեր եւ չէր կատարում, տեսել եք տևական ժամանակ, ինչի համար ենք մենք աշխատավարձ այստեղ սահմանեցինք հսկիչների համար, ինչու համար այդքան գումար տվեցինք հավելյալ վալիդատորներ գնելու համար, եթե դրանք չպետք է օգտագործվեն, եւ ինչու պիտի այստեղի անորակ, չմտածված, հատվածային իմպուլսիվ որոշումների արդյունքում քաղաքացի եւ վարորդ իրար ծեծեն, իրար, չգիտեմ, հայհոյեն, լուծում տվեք այս հարցին, այսպես չի կարող շարունակվել։